Հարգելի հայրենակիցներ, ես այսօր մարտի 5-ն է, ես ուզում եմ ձեզ խոսք ասեմ որպես Ռուբեն Վարդանյանը, հենց ոնց որ ես կամ։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի միջոցով աուդիո ուղերձ է փոխանցել, հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել եւ հրապարակային դարձնել այն։ Աուդիո ուղերձում նա մասնավորապես խաղաղության կոչ է հղել հիմնված մարդկային հիմնարար արժեքների եւ արժանապատվության վրա։ Судите профессионально, публично, открыто։ Իմ պահանջները նույնն են, եթե դատում եք, դատեք պրոֆեսիոնալ կերպով, բաց ու հրապարակային Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, ասել է Ռուբեն Վարդանյանը իր աուդիո ուղերձում։ Եթե Հայաստանը մինչև 2025-ի ավարտը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բյուջե չվճարի իր բաժին ֆինանսավորումը, ապա կազմակերպության անդամ երկրները կարող են տարբեր սցենարներ դիտարկել, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, միևնույն ժամանակ շեշտելով, հավանաբար հապկից ոչ ոք Հայաստանին չի վտարի։ Իսկ թե ինչ այս սցենարների մասին է խոսքը, Ռուսաստանի փոխարտգործնախարարը չի մանրամասնել։ Երեկուշ երեկոյան բախումներ են տեղի ունեցել Սիրիայի տապալված առաջնորդ Բաշար Ալ-Ասադի հետ առնչություն ունեցող զինյալների եւ նոր կառավարական ուժերի միջև, հայտնում է Reuters-ը, նշելով, որ սա ամենամահաբեր հարձակումն էր Սիրիայի նոր իշխանությունների վրա Ասադի ռեժիմի տապալումից հետո։ Տեղական լրատվամիջոցները նշում են, որ Ջաբլ ծովափնյա շրջանում բախումների հետևանքով անվտանգության ուժերի առնվազն 13 ներկայացուցիչ է զոհվել։ Տարածաշրջանային անվտանգության ղեկավարն ասել է, որ Ասադի աշխարհազորայինների մնացորդները լավ ծրագրված են գործել։